մենք պետք է հստակ արձանագրենք, Նիկոլ Փաշինյանը ոչ իրավական, ոչ բարոյական, ոչ քաղաքական մանդատ եւ իրավունք դրանով հանդերձ չունի միջամտելու եկեղեցու գործունեությանը։ Սա հստակ է, սա արձանագրված է մեր գլխավոր կամ մայր օրենքով, սահմանադրությամբ։ Սա արձանագրեցինք։ Հիմա երբ որ նա օրինակներից մեկն է դուք վերեցիք, երբ որ նա համոզում է, ասում է գնացեք, որպեսզի խառնաշփոթ հա ստեղծի եկեղեցում, գնացեք այնտեղ բարձրացրեք հարցերը, դուք ինքներդ եկեղեցու ներսում հարց լուծեք, հետո մեջ մցրեց թե օրներքը պիտի հնչի, հա, այսինքն խայտառակ ձևով ինքը ամբողջ կանոնակարգը եկեղեցու, որի իրավունքը ոչ ոք չունի, կուզե ինքը լինի վարչապետ, կուզե ինքը նախագահ, անգամ կաթողիկոսը չունի, որովհետև դա մոտ 2000-ամյա կամ 1900-ամյա մեր եկեղեցու ամբողջ կանոնակարգն է։ Այս մարդը խախտում է, պարոն Սարգսյան, եւ հանցագործությունները, եթե թվարկենք, երբ ասում է հրահանգում է չտալ կաթողիկոսի անունը, չէ, պատարագների ժամանակ, օրինակ։ Եթե այսպես հերթով թվարկենք կամ դեկտեմբերի 18-ին էր, եթե ես չեմ սխալվում օրը, թե 28-ին էր, երբ որ գնացին եկեղեցի ու սմբակներով ելել էին կաթողիկոսների գերեզմանների վրա մարդիկ եւ հրահանգն էին կատարում Նիկոլ Փաշինյանի փոքրիկ խմբակի անդամներին թույլ տալով որ մտնեն հենց եկեղեցի եւ այնտեղ խժդժություններ իրականացնեն։ Սա մի ամբողջ հանցագործություն է։ Ես չգիտեմ օրենքում գրված է դա այդպես թե չէ։ Եթե իրավաբաններով հավաքեք այդ ամբողջ գործողությունները Փաշինյանի հայտարարություններից, վիրավորական խոսքերից սկսած կաթողիկոսին ու մյուս բոլոր հոգևորականներին ուղված մեր եկեղեցուն ուղված։ Սա մի ահռելի տրցակ կլինի, կարծում եմ, իրավական փաթեթ եւ գործ հարուցվի երկրի վարչապետի դեմ։ Հնարավոր է այդ գործընթացը իրոք սկսել։ Ես երեք, երբ որ պատրաստվում էի հարցազրույցին, իմ մտքում եկավ այդ գաղափարը։ Գուցե պետք է մտածեն իրավաբանները մեր այդ մասին, ինչ կարծիք։ Տեսեք, բավականին անշնորհակալ գործ է հաշվել այսօրվա իշխանության ներկայացուցիչների կողմից կատարված արարքների եւ հանցագործությունների թիվը, հա։ Բավականին կարծում եմ շատ կլինի, բայց ի վերջո մենք գալու ենք այո, կարելի է իհարկե որոշակի գործողություններ անել, նախաձեռնել, նույնիսկ եթե չեմ սխալվում, արդեն կան եւ դիմումները եւ հաղորդումները տրված հանցագործության մասին, բայց դրանք համապատասխան ընթացք չեն ստանում։ Հայտնի պատճառներով։ Մենք չունենանք, որ այս իշխանության օրոք դրանք կարող է համապատասխան ընթացք ստանան։ Մեր հարցազրույցի սկզբում հենց դուք ասացիք այդ հայտնի արտահայտությունը ակնարկելով կառավարությունը, իշխանությունը ես եմ, հետևաբար հարցի պատասխանը ակնհայտ է։ Միևնույն ժամանակ ճիշտ նշեցիք, որ եկեղեցին ունի ներքին կանոնակարգեր, հենց դա այն ինքնակառավարումն է, ինչի մասին մենք խոսացինք։ Եվ որևիցե մեկը կլինի դա իշխանության ներկայացուցիչ, հասարակության ներկայացուցիչ, եկեղեցուց դուրս գտնվող մարդ իրավունք չունի ազդեցություն ունենալ խառնվել այդ գործերին։ Սակայն տարբերությունը կայանում է նրանում, որ երբ որ պետությունն է դա անում եւ պետական իշխանության լծակները օգտագործում, դա օրենքի խախտում է տեղի ունենում, օրենքի խախտում է։ Այլ պարագաներում նույնիսկ մենք, ես, դուք եւս իրավունք չունենք եւ ցանկալի չի խառնվել եկեղեցու գործերում։ Եկեղեցին ինքը ունի ինքնակարգավորում, ինքնակառավարում եւ ցանկացած հարցերը լուծում է իր ներսում։ Իդեպ եկեղեցու արձագանքը այս ամենի մասին եւս վկայում է նրա մասին, որ եկեղեցին շատ փոհեմ, հավասարակշռված, այսպես վեհ դիրք է զբաղեցնում, հիստերիկ արձագանքներ չի տալիս, չի ընկնում երկխոսության մեջ, իսկ նպատակը իշխանության հենց ներքաշելն է այդ երկխոսության մեջ, եւ միգուցե ոմանց կարող է թվալ, որ եկեղեցին անպաշտպան է մնացել, բայց եկեղեցին ունի իր ամենահզոր պաշտպանողը դա հայ ժողովուրդն է։ Այո։ Ինչի ապացույցը մենք արդեն տեսանք։ Ինչի ապացույցը մենք տեսնում ենք եւ պետքա շարունակել, ժողովուրդը չպետք է հանդուրժի բոլոր այս գործողությունները, չպետք է սատարի եւ հակառակը պետքա միշտ լինի եկեղեցու կողքին, ինչպես եկեղեցին միշտ եղել է հայ ժողովրդի կողքին։ Սա է միակ տրամաբանական, բարոյական եւ իրավական ճանապարհը, որը որ բոլորս պետք է անցնենք։ Այսինքն Փաշինյանի ոստիկանների, ԱԱԾ, Կարմիր կապույտ, չգիտեմ, տարբեր գույների բերետավորների ներկայությունը եկեղեցում դրա դեմ կանգնողը միայն հայ ժողովուրդն է, որտեվ այո չունի եկեղեցին ոչ զորք, ոչ ոստիկան։ Այդ բոլորը պետությանն են եւ այդ պետությունը արշավում է մեր
եկեղեցու վրա, մենք պիտի պաշտպան լինենք մեր եկեղեցուն, շատ ճիշտ ասացիք, մի տեղեկատվություն էլ եւ ամփոփենք այս հատվածը, երեք ես իմացա, որ գնդերեցներին, որոնք ծառայում են հայոց բանակում, բարձրաստիճան զինվորականները պարտադրում են, որ միանան տիրադավերի այդ հա նիկոլական այդ թիմին եւ պարտադրեն հենց այդ պահին նաեւ եկեղեցուն պարտադրեն, որ չհնչի կաթողիկոսի անունը եւ մի խոսքով Հարեն Նիկոլին իրենք ի պատիվ իրենց շատ շատերը պարզում է հրաժարվել են ուղղակի, ընդ որում իրենց նաև ճնշել են, որ աշխատանքից կազատենք եւ այլն։ Սա չի նշանակում պաշտոնական դիրքի չարաշահում, բարձրաստիճան, հա, զինվորականներ են օգտագործելով իրենց դիրքը, հաստորեն ճնշում են գործադրում այդ մարդկանց վրա։ Միանշանակ Արմենե ջան, ասում եմ, չկա հոդված, որի շուրջ մենք հա չխոսենք, որ այս կամ այն խախտումն է տեղի ունեցել։ Կա նաև ի վերջո, այսպես ասած, բարոյական արժեքների գնահատական, հասկանում եք, յուրաքանչյուր մարդ իր մեջ գնահատում է, այսօր ինչն է իր համար կարևոր, աշխատանքը, փողը, գործը, թե օրինակ եկեղեցին, պատմությունը, ազգը եւ այլն։ Սա յուրաքանչյուր անձի նաև որոշումն է։ Մենք ցավոք սրտի մոռանում ենք, մենք հիմա խոսում ենք, ասում ենք, տեսեք, իշխանությունը ունի ոստիկանություն, որը օգտագործում է եկեղեցու դեմ, հա, պետությունը, բայց մենք մոռանում ենք, որ պետությունը եւ իշխանության հիմքը հենց նույն ժողովուրդն է։ Մենք կարծես թե բաժանել ենք այս երկու հասկացությունները եւ մեկը մյուսի հետ ոնց որ թե պայքարի մեջ է մտել։ Բաժանման հարցում մեղավորը կարծում եմ մենք չենք, բաժանողն այն անձն է, ով 18-ից եկավ ու բաժանումը սկսեց, չէ՞։ Միանշանակ այսօր Տակով, նախկինում ներկայով, հիմա էլ հոգևոր դաշտում է նիկոլականներ եւ հայ առաքելական եկեղեցու հետևորդներ։ Մենք տեսնենք ինքը ինչպես է տարանջատում։ Արմենե ջան, այսօրվա մեր գլխավոր խնդիրը եւ կործանման ճանապարհը ես տեսնում եմ ոչ թե արտաքին ինչ որ խաղացողների ազդեցությամբ, ագրեսիայով, չգիտեմ, ռազմական կոնֆլիկտով, ցանկացած այլ սցենարով, քան երկրի հասարակության պառակտումը։ Մենք շատ ճիշտ եք, այսքան 3 միլիոն բնակչություն է, շատ չենք էլի Հայաստանում, բայց ամեն մեկը մեկին արդեն պիտակավորել է, բաժանել է, ատելության խոսքեր են հնչում, վիրավորանքներ են հնչում եւ այլն։ Եվ սա ուղղակի տեղի չի ունենում, երկնքից չի ընկնում։ Սա ուղղորդված կոնկրետ քաղաքականության արդյունքն է։